Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր կխոսենք Լանզարոտեի կոնվենցիայի երեխաների կրթության մասին։ Տեսեք, կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխաներին տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում պետք է տրամադրվեն տեղեկություններ կապված երեխաների սեռական շահագործման կամ սեռական այլ բնույթի գործողություններից պաշտպանվելու մասին։ Առաջին հայացքից իրականում լավ նախաձեռնություն է եւ մեր երեխաներին պետք է որ պաշտպանի։ Հիմա, քանի որ այս կոնվենցիան ընդունվեց վարակույրների ետևում, այսինքն չապահովեց հանրային լայն քննարկում եւ հասարակության խմբերը չկարողացան ներկայացնել իրենց մտահոգող հարցերը, որոնցից մեկը հենց երեխաների կրթությանն էր առնչվում, այդ իսկ պատճառով բնականաբար մենք ստիպված արդեն վավերացումից հետո սկսեցինք այդ հարցերը բարձրաձայնել։ Ընդ որում հայտնաբերեցինք մի փաստաթուղթ, որը կոչվում է սեռական կրթությունը Եվրոպայում, այդ ստանդարտները, եւ այդ ստանդարտներում այնպիսի տեղեկություններ կային երեխաների տարիքային տարբեր խմբերի համար, որոնք մեզ համար մտահոգիչ էին, որպես ծնողի, որպես քաղաքացու, որպես փաստաբանի։ Մասնավորապես 6-ից 9 տարեկան երեխաների համար, որը ինչպես գիտեք, տարրական կրթությանն է առնչվում, ուրեմն նախատեսված էին տեղեկություններ տրամադրել սեռական ակտի մասին, ինքնաբավարարման մասին, հակաբեղմնավորիչների մասին, մայրության եւ հղիության ցիկլերի մասին եւ այլն։ Տարբեր մասնագետներ իհարկե կարծում են, որ մինչեւ 9 տարեկան երեխաներին նման տեղեկատվություն տալը ուղղակի վնասում են երեխաների առողջությանը եւ նրանց հոգեբանությանը։ Ինչևէ, այս դաշտը թողնենք մասնագետներին, հիմա կցանկանայի քննարկել այն կարևոր խնդիրը, որ մեր որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում պատգամավորները, ժխտում են այս մոտեցումը, նրանք պնդում են, որ կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված տեղեկությունները սեռական կրթության հետ կապ չունեն։ Դրանով նաև իհարկե ժխտելով այս եվրոպական ստանդարտների ընդհանրապես կիրառման հնարավորությունը։ Սրա հետ կապված կցանկանայի խոսենք եւ փորձենք հասկանալ, արդյոք կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեղեկությունները ինքնավար, անկախ, ավտոնոմ պետք է տրամադրվեն երեխաներին, թե պետք է սեռական կրթության համատեքստում տրամադրվեն։ Մենք քիչ հետո տեսնենք ինչ են ասում այս մասին պատգամավորները եւ շարունակենք։ Եվ այլ միջոցառումներ, հա, պետք է ձեռնարկենք, որպեսզի այս վտանգները իրազեկել։ Ոչ թե սեռական դաստիարակության, այդ մասին ընդհանրապես մենք դիցուկ երեխային իրազեկում ենք ինչ է սեռական շահագործումը, ինչ է սեռական բնույթի բռնությունները, եւ առնվազն դա բացատրելու համար մենք երեխային պետք է բացատրենք ինչ է, հա, սեռական ակտ։ Ոչ, անհրաժեշտությունը չկա, երեխային պետք է բացատրել, թե ինչպիսի ազդակներ ստանալու դեպքում նա պետք է այդ մասին բարձրաձայնի։ Իսկ ինքը ինչպես պետք է դիագնոստիկայի ենթարկի, հա, օրինակ երեխային ասում են, ինքը ենթադրում է առնվազն որևէ մեկը ասում է, սկսում է անծանոթ մի մարդ քեզ on-line նամակ գրել, որովհետև գիտենք երեխաների մեծ մասն այսօր սոցիալական ցանցերում են։ Այդ մասին անպայման բարձրաձայնի եւ ծնողների տասը կամ ուսուցիչների տասը։ Կամ երբ որ փողոցում որևէ մեկը մոտենում է եւ օրինակ մեքենայով ասում է արի քեզ ուղեկցեմ տուն, հրաժարվի եւ այդ մասին անպայման տեղեկացրու ծնողներին։ Մեր հարգարժան պատգամավորները ըստ էության ժխտում էին սեռական կրթությամբ այս տեղեկությունները տրամադրելու հանգամանքը։ Պետք է տեղեկացնեմ, որ այս կոնվենցիան, ինչպես եւ Ստամբուլյան կոնվենցիան, ունի բացատրական զեկույց, որտեղ մանրամասնեցված են կոնվենցիայի նպատակները եւ իրագործման մեխանիզմը։ 62-րդ կետում այդ զեկույցի այս մասին էլ խոսք կա, որը քիչ հետո ներկայացնեմ եւ իդեպ պետք է տեղեկացնեմ, որ 2018 թվականին բաց հասարակության հիմնադրամների Հայաստան այդ կազմակերպությունը նույնպես զեկույց է պատրաստել այս կոնվենցիայի կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում, կատարված եւ կատարվելիք միջոցառումների վերաբերյալ եւ 24-րդ էջում բացատրական զեկույցը հենց այդ հատվածից մեջ է բերել, որ ես կընթերցեմ։ Կոնվենցիայի բացատրական զեկույցն ընդգծում է, որ լոկ սեռական շահագործման եւ սեռական չարաշահման հետ կապված վտանգների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կարող է երեխաների մոտ վախ առաջացնել, այդ իսկ պատճառով այն պետք է ներկայացվի ընդհանուր սեռական կրթության համատեքստում, ուշադրություն դարձնելով, որ երեխաները չկորցնեն վստահությունը մեծահասակների հանդեպ։ Ինչպես տեսնում ենք, կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով այդ տեղեկությունները պետք է տրամադրվեն սեռական կրթության միջոցով։
Այս սրա մասին է մեր անհանգստությունը եւ բնականաբար այդ եվրոպական ստանդարտների մեջ նշված ծավալը, որը պետք է տրամադրվի 6-ից 9 տարեկան երեխաներին, սա մեզ անհանգստացնում է։ Եվ կխնդրենք իհարկե պատկան մարմիններին եւ պաշտոնատար անձանց այս մասին առողջ քննադատական կամ կառուցողական կամ տեղեկատվական բնույթի մեզ իրազեկեն, որպեսզի մենք հասկանանք եւ մեր մտահոգությունները տեսնենք տեղին են թե ոչ։ Շնորհակալություն։